Բարև ձեզ հայեր ջան, այսօր ես կպատմեմ հայ մշակույթը 4-ից 8-րդ դարերում և բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, որ էլ ավելի հետաքրքիր պատմություններ իմանաք հայազգի մասին և բարի դիտում ձեզ։ Քրիստոնեության պետական կրոն հռչակվելուց հետո պաշտոնական եկեղեցին իրականացրեց մի շարք կրոնափոխություններ, որոնց մեհանագության իբրև նախորդ կրոնի բաղադրիչ մասի արգելումն էր։ Հայոց եկեղեցին շուրջ մեկ դար կիրառում էր հունարեն, ասորերեն, ինչը ոչ միայն չէր բավարարում երկրում առկա հոգևոր պահանջներին, այլև 387 թվականի Հայաստանի բաժանումից հետո ազգային միասնության տեսանկյունից դարձել էր սպառնալիք։ Ծառայած խնդիրների լուծման լավագույն միջոցը դարձավ ազգային լեզվով նոր դպրոցության ստեղծումը, որը պետք է միավորեր քաղաքապես պառակտված ժողովրդին։ Այդ դարակազմիկ առաքելությունը իրականացրեց Մեսրոպ Մաշտոցը 361-ից 444 թվականներին, որը վայելում էր Վռամշապուհ արքայի հովանավորությունը և կաթողիկոս Սահակ Պարթևի գործուն աջակցությունը։ Մաշտոցը Նայբուբենի հանճարեղ գյուտով սկզբնավորեց հայ նոր քրիստոնեության դպրոցությունը, որը վերածվեց ազգապահպան և մշակութային հզոր միջոցի։ Ողջ երկրում բացվեցին հայալեզու դպրոցներ։ Սահակ Պարթևը երկրի ներսում արգելեց ոչ հայերեն պաշտոնական գրագրությունը։ Հայաստանի բյուզանդական մասում հայալեզու դպրոցներ բացելու համար Մեսրոպ Մաշտոցը անձամբ գնաց Կոստանդնուպոլից և կայսրից ստացավ թույլտվություն։ Որպես առաջնահերթ խնդիր Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը հիմք դրեցին հայ թարգմանական դպրոցին, իրենց ավագ աշակերտների հետ թարգմանելով Աստվածաշունչը և հունարեն և ասորերեն առակ մեծ թվով կարևոր երկեր։ Թարգմանական շարժման շնորհիվ այսօր փրկվել և պահպանվել են մի քանի տասնյակ բացառիկ գործեր, որոնց հունարեն և ասորերեն սկզբնագրերը կորցած են։ Դրանք այսօր մարդկությանը հասու են միայն հայերեն թարգմանությունների շնորհիվ։ Այդ ցանկում են Հռեամենոս Եռամեծի, Զենոն Ստոիկի, Իրենոս Լուդգոնեցու, Փիլոն Եբրայեցու, Ալեքսանդրեցու, Եվսբենոս Կեսարացու, Հովհան Ոսկեբերանի, Իսիքիոս Երուսաղեմեցու, Տիմոթեոս Կուզի, Աթենաս Ալեքսանդրացու, Սեբերիոնոս Գաբաղացու, Եվսեբիոս Եվմեցու, Եփրեմ Ասորու, Այիթալա Եդեսացու, Զենոբ Ամիդեցու, Մարութա Նփրակեցու և այլոց աշխատություններ։ Ստեղծվեց ինքնուրույն հզոր պատմագրական դպրոց։ Թարգմանվեցին 4-րդ դարում հունարեն գրված պատմագրության արժեք ունեցող երկեր, որոնց կարևորն էին Ագանթագեղոսի, Փավստոս Բյուզանդի աշխատությունները։ Ագանթագեղոսի «Հայոց պատմություն» էջերում ներկայացվում է Հայաստանը քրիստոնեություն ու պետական կրոն հռչակելու պատմությունը։ Մանրամասն ներկայացվում է Տրֆատ III Մեծի և Գրիգոր Լուսավորչի կյանքն ու գործունեությունը։ Հանրամատչելի մատուցված է քրիստոնեության վարդապետությունը։ Փավստոս Բյուզանդի «Հայոց պատմություն» շարունակեց Ագանթագեղոսին ներկայացնելով Տրֆատ III որդի Խոսրով Կոտակի մինչև Պարսկաստանի և Հռոմի մինչև Հայաստանի առաջին բաժանման շրջանը 330-ից 387 թվականների պատմությունը։ 4-րդ դարում սկզբնավորված հայ պատմագրության ավանդույթի, որի համաձայն պատմիչը շարունակում էր իր նախորդին։ 5-րդ դարում այդ գործը շարունակեց Ղազար Փարպեցին, որը Վահան Մամիկոնյանի պատվերով և մեկնաբանությամբ գրեց «Հայոց պատմություն», ներկայացնելով 387 թվականի Հայաստանի բաժանումից մինչև Վահանանց պատերազմի հաղթական ավարտն ընկած 100-ամյա
ժամանակաշրջանը։ Ղազար Փարպեցին շարունակեց 7-րդ դարի պատմիչ Սեբեոս ներկայանցելով Հայաստանի պատմությունը մինչև իր ապրած ժամանակը, իսկ Սեբեոս շարունակեց Ղևոնդը 8-րդ դարի, որի երկը 8-րդ դարը արաբական տիրապետության դեմ Հայաստանի մղած ազատագրական պայքարի մասին անգնահատելի սկզբնաղբյուր է։ Մեկը մյուսի շարունակող պատմագիտական երկերից բացի քննարկվող ժամանակաշրջանում ստեղծվեց առաջին իրադարձությունների և տարածքների պատմությանը նվիրված գործեր, մասնավորապես Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին երկը, որպես ականատես վկայություն, ներկայացվում է 5-րդ դարակեսի հայ ազատագրական շարժման պատմությունը, որը մեր պատմության մեջ հայտնի է իբրև Վարդանանց հերոսամարտ։ 7-րդ դարի պատմիչ Հովհան Մամիկոնյանը շարադրեց Տարոնի աշխատության մեջ հավակնելով ուշագրավ նյութեր, այդ թվում 4-րդ դարի ասորի գործիչ Զենոբ Գլակի խիստ արժեքավոր նամակները Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակելու դեպքերի մասին։ Նույն դարի պատմիչ Մովսես Կաղնակատվեցին շարադրեց Աղվանից աշխարհի պատմությունը, որը 9-րդ դարում շարունակեց Մովսես Դասխուրանացին։ Հայ պատմագրության չգերազանցված գագաթը Մովսես Խորենացին է, հայոց պատմահայրը, որը ձեռնարկեց գրելու մեր երկրի ու ժողովրդի ամբողջական կենսագրությունը։ Նրա կոթողային «Հայոց պատմություն» աշխատությունը Հայաստանի պատմության մեզ հայտնի առաջին համակարգված շարադրանքն էր Հայկ Նահապետից մինչև Մեսրոպ Մաշտոցի մահը 440 թվականը։ Հայոց պետականության անկման հաջորդած տարիներին գրված պատմությունն ավարտվում էր ողջ փով, որը հայ իրականության մեջ տեղի գտած արատների վերացման յուրօրինակ բանաձև է։ 5-րդ դարում ստեղծվեց վարքագրական գործեր, այդ ժանրի գլուխգործոցը դարձավ Մեսրոպ Մաշտոցի ավագ աշակերտներից Կորյունի Վարք Մաշտոցի ստեղծագործությունը։ Հոգևոր կյանքի կանոնակարգման գործում կարևոր էին 4-ից 5-րդ դարում եկեղեցական ժողովների ընդունած որոշումները առաջին գործիչների Գրիգոր Լուսավորիչ, Ներսես Մեծ, Սահակ Պարթև, Հովհան Մանդակունի և ուրիշների կանոնները։ Դրանք իմի բերելով Հովհան Օնձենցին 8-րդ դարում ստեղծեց կանոնագիրք հայոց մեծարժեք ժողովածուն։ Այն հիմք դարձավ հայ իրավաբանական մտքի հետագա զարգացման համար։ Ստեղծվեցին հոգևոր երգեր, որոնց հեղինակները դարձան ժամանակի ամենահայտնի դեմքեր՝ Գրիգոր Լուսավորիչ, Սահակ Պարթև, Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի և ուրիշներ։ Դրանցում հավանաբար օգտագործվում են նախաքրիստոնեական հոգևոր մեղեդիները։ Շարունակեցին ծաղկուն ապրել աշխարհիկ երգեր ու երաժշտությունը։ Ժողովուրդը սիրով երգում էր իր հերոսներին, նաև հին աստվածներին նվիրված էպիկական ձոներ։ Փավստոս Բյուզանդը հաղորդում է, որ Տիրան Արշակունու 338-350 թվականներին ժողովրդի մեջ դեռ շատ կենսունակ էին նախաքրիստոնեական հավատքը ու բարիքները։ Նրանք սիրում էին իրենց երգերը, առասպելները, վիպասանաները նրանց հանդեպ փոթեռանդ էին, նրանց հավատում էին, նրանց մեջ հարատևում էին։ 5-րդ դարում Գողթանում երգվող բազմաթիվ գործեր է վկայված պատմահայր Վահագն Աստծո ծնունդը հիմնը՝ Հայկ, Բել, Արամ և Բարշամ, Արա, Գեղեցիկ և Շամիրան, Տիգրան և Աժդահակ, Արտաշես և Սաթենիկ, Արտաշես և Արամազդ և այլն։ Հայաստանում իմաստասիրական մտքի մասին
Ամենավաղ վկայությունը վերաբերվում է դեռ Քրիստոսից առաջ 6-րդ դարի հույն պատմիչ Քսենոֆոնի համաձայն Տիգրան Երվանդյանը աշակերտել էր մի փիլիսոփայի և ինքն էլ հայտնի էր իր իմաստունությամբ։ Քրիստոսից առաջ առաջին դարում Տիգրանակերտից ռազմագերի տարված Տիրան Տիրանիոնը ղեկավարում էր Հռոմում Ցիցերոնի հիմնած ճարտարապետության և գերականության ակադեմիան։ 4-րդ դարում մեծ հռչակ էր վայելում փիլիսոփա և ռետոր պարուր Հայկազնը Պրոերսիոսը, որի աշակերտել էր Հուլիոս Ուրնուցու կայսրը։ Պարույր Հայկազնի պատվին Հռոմ արձան էր կանգնեցել աշխարհի թագուհի Հռոմից ռետորների թագավոր մակագրությամբ։ 5-րդ դարում հայոց դպրության ոսկե դարի հայտնի փիլիսոփա Եզնիկ Կողբացին էր Մեսրոպ Մաշտոցի ավագ աշակերտներից մեկը, որի եղծ «Աղանդոց երկում» քրիստոնեության դիրքերից քննադատում են տարածաշրջանում հայտնի այլ կրոններ։ Միջնադարի հայ փիլիսոփայական մտքի ամենակարևոր ներկայացուցիչը Դավիթ Անհախտն էր 5-6-րդ դարերում, որը հայտնի էին հին հունական փիլիսոփայություն Պլատոն, Արիստոտել, Պուրփյուր և ուրիշներ։ Վերլուծություններում նրանց գլուխգործոցը «Սահմանք իմաստասիրության» երգն է։ 8-րդ դարի սկզբին իր թարգմանություններում հայ փիլիսոփայական գրականությունը հարստացրեց Ստեփանոս Սյունեցին։ Բնական գիտությունների բնագավառում մեծ ներդրում ունեցավ մաթեմատիկոս, տիեզերագետ, բնագետ Անանիա Շիրակացին։ 7-րդ դար նրա հայտնած տիեզերագիտական շատ մտքեր համաշխարհային ճանաչումներ են գտել նրա ապրած ժամանակակից դարեր անց միայն։ Վաղ միջնադարի հայ քարտեզագրության գլուխգործոց աշխարհացույցն է, որը կազմվել է 5-րդ դարի Մովսես Խորենցու կողմից, ապա լրացվել հետագա դարերում, այդ թվում հավանաբար 7-րդ դարում Անանիա Շիրակացու կողմից։ Շարունակեց զարգանալ ճարտարապետությունը, կառուցվեցին ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր բնույթի շինություններ։ 4-ից 5-րդ դարում եկեղեցիներում պահպանվեցին նախաքրիստոնեական ճարտարապետության ավանդույթները։ Դրանք հիմնականում բազիլիկաներ են, միանավ կամ եռանավ։ 5-րդ դարաշրջանից դրանց փոխարինելու եկան գմբեթաձև եկեղեցիները։ 6-7-րդ դարերում հայկական ճարտարապետության կարևոր նվաճումներից դարձան խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցիները։ Ամենադասական օրինակը Սիմեի տաճարն է, կառուցված 618 թվականին Կոմիտաս կաթողիկոսի կողմից։ Նույն ոճի նոր հորինվածք է Զվարթնոցի եռահարկ տաճարը, կառուցվել է Ներսես Շինողի տայեցի 641-661 թվականներին կաթողիկոսն, որը համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից է։ Շարունակեց զարգանալ խճանկարի արվեստը։ Քննարկվող ժամանակաշրջանում ամենանշանավոր խճանկարները հայերեն արձանագրություններում գտնվել են Երուսաղեմի հայկական եկեղեցիներում։ Վաղ միջնադարյան սկզբնավորվեց մանրանկարչությունը, գրքերի զարդարման արվեստը, որի սակավաթիվ նմուշներ են միայն պահպանվել այդ ժամանակաշրջանից։ Անտիկ դարաշրջանում Հայաստանում գործում էին հունալեզու վերնախավի համար և հայալեզու ժողովրդական թատրոններ։ Վաղ միջնադարում գոյություն շարունակեց հայալեզու ժողովրդական թատրոնը։